Ողջույն տեսանյութը բացում եմ մեքենայի մեջից, չէր ստացվում, նյութ չկար, ասում եմ ինչ անեմ, որ հետաքրքիր լինի, հետաքրքիր ինչ-որ ձեզ մատուցեմ էլի, նոր տեսանյութը, տանից դուրս են գալի, դեռ չգիտենք որ ուղղությամբ են գնում, Էրիկի ընկերն է գալու, խնդրեց, որ մնան երկուսով, ես հասկանում եմ, մենք էլ ենք եղել 18 տարեկան, ես էլ էի երազում Մահաստանը չլիներ, շատ քիչ էր այդպես լինում, հա, բայց հիշում եմ, որ ես էլ էի այդպիսին, մի խոսքով խնդրեց, մենք էլ ճիշտն ասած մի քիչ թեթև այդպես առևտուր ունեմ, գուցե գնանք Մեգամոլ, այնտեղից գնանք Դոբրոցեն, կտեսնեմ, բայց այսօր նկարելու եմ, ուզեն չուզեն նկարելու եմ, որովհետև ինձ նյութ է հարկավոր, որպեսզի ձեզ մատուցեմ անուշիկներս, դե ինչ ձեզ գրկում եմ, համբուրում եմ, իմ նոր ականջողերն եմ կրում, Վահանն է ինձ նվիրել, ապրիլի 7-ի կապակցությամբ, այսպես, ասում եմ մի քիչ մեծ է քեզ համար, չգիտեմ մեծ է թե չէ, բայց ինձ դուր է գալիս, այսպես անուշիկներս համբուրում եմ, ասում եմ առայժմ կհանդիպենք, ջան ասի ձեզ մի քիչ նկարեմ ձեզ համար, տեսեք, այս գիտեք որ փողոցն է դեպի Զեյթունի Սիթի տանող ճանապարհն է, նոր շինություններ կան, նոր շենքեր կան, նորակառույցներ կան, դեռ կառուցվում են, այս շենքը շատ եմ սիրում, որովհետև շատ գեղեցիկ բակ ունի, հեսա փորձեմ այսպես պահեմ, դուք բակը կտեսնեք, ինչքան գեղեցիկ բակ ունի, այսպես աստիճաններով, չգիտեմ երևաց թե չէ, Վահանն է երևում, ահա, այս էլ, չէ, ասում ուզում ես իջնեմ, այսպես, քիչ թե շատ է փոխվում է նորակառույցների ինչ են ասում շուքի վրա, բայց դեռ շտկվելու կան, օրինակ, իհարկե այս փոքրիկ խանութները շատ հարկավոր են, փոքրիկ բիզնեսներ են, մարդիկ ընտանիք են պահում, բայց ցանկալի է, որ գեղեցկացնեն մի քիչ, մի տեսակ ոնց որ փնթի լինի, չէ, ժողովուրդ, տեսեք, խանութը գեղեցիկ է, ապակե պատ է, բայց չգիտես ինչի մի տեսակ ոնց որ փնթի լինի, չեմ հասկանում, սա Grand Candy-ն է, ահա, նա մեկ կահույքի սրահն է դիմացը, այս ներքևը Զեյթունի շենքերն են արդեն այսպես պահեմ Զեյթունի շենքերը, սա էլ Սիթին Զեյթունի, արդեն մոտավոր պատկերացրեցիք, չէ, ովքեր էստեղ են ապրել, հիմա երկրում չեն, տեսեք, կարոտները տարեք, բայց շատ անպամած է, շատ մտնած է քաղաքը, մի քանի օր առաջ մեկը Սուրենյանի էջին, Գագիկ Սուրենյանի էջին, մեր մետեորոլոգ գրել է Սուրենյան ջան, բավական է այս անձրևները բորբոսնեցինք արդեն, գրել եմ պուլտը ձեռքից վերցրու, ոնց որ թե Սուրենյանի ձեռքում է, հիշում եք Ալմաստ գործարանը, ահա, Ալմաստ գործարանը, Ես չգիտեմ գործանը գործում է թե ոչ, տեսեք մասիվում թե ինչ նորակառույցներ են կառուցել ժողովուրդ ջան, այս ձախի վրա կարծեմ դոսաֆներ, հա, դոսաֆի կողքով բարձրանում էինք, առաջվա տուփսանիպիտ կայաններ, իմ տատիկը, իմ խորտ տատիկը, որ մեր տանն էր ապրում, ինքը այդտեղ էր աշխատում, բուժքույր էր, ես հիշում եմ, որ մենք միասին գնում էինք, այս կողքով էինք բարձրանում, այստեղով բարձրանում էինք, եթե սխալ չեմ հիշում, հա, ուրեմն գնում էինք մանկապարտեզներով, ինքը մանտու էր անում, կհիշեք, թևի տակից, այս երակի տակից սրսկում էին, ներարկում էին անում, ուռում էր, ես էլ իրա հետ էի գնում, միասին, ես փոքր էի, ես էլ էի մանկապարտեզի երեխա, մի տեսակ ինձ նենց բան էի զգում էլի, որ ինձ չեն սրսկում,
Ուսերս գողը տատիկս է։ Մի խոսքով դաժաներ։ Այսպես պայմ, այստեղ բուսաբանական այգին է, ներքևում։ Մի խոսքով, տեսակ լավ նկարեցի ձեզ համար, սա ինչ-որ նոր Avan Plaza հոթել է կառուցվել, շատ վատ տեղում, այս առաջին մասիվն է, այս շենքերը, բայց գրված է նոր-նորք։ Բայց այստեղ շատ գեղեցիկ այգի ունեն, մասիվի այգի շատ գեղեցիկ է, շատ լավն է։ Ինքան լավ կանաչապատ այգի է։ Ասել Գայի արձանի, Գայի պողոտանա, չէ սա Վահան։ Սա Գայի պողոտան է, այ այս արծիվը, այստեղ ուր է այս հայկի արձանը, բայց հայկի արձանը շատ անշուք է։ Գիտեք, վերջերս Facebook-ում տեսա, չեմ հիշում, որ փողոցի անունը գրված չէր, Վահագն վիշապաքաղի արձանն էր Երևանում, մեկը գիտենք, չէ, որ Փարաքարի ճանապարհին է, մեկն էլ Երևանում էր, էլի նույն արձանի նման, բայց թե որտեղ էր, չգիտեմ, ծառերի արանքում թաքցրել էին, ասենք մշակույթ է, էլի ինչից եք վախենում ու թաքցնում, էլի, չգիտեմ, մեր ժողովուրդը երբ պիտի մի փոքր հարգի իր անցյալը։ Ուրա հայկի արձանը։ Հա? Չեմ տեսնում ես ծառերի հետև, հա? Չկա։ Ստեղ պիտի լիներ։ Հենա ծառերի հետևից այսպես պահեմ տեսնեք, այ հենա, տեսակ հայկի արձանը, այսպես ժողովուրդ ջան, այսօր մի քիչ ավելի թեթև է երթևեկությունը, երեկ մենք մինչև հասել ենք Կոմիտաս, շատ վատ վիճակ էր, շատ պարալիզված էր ամբողջ երթևեկությունը, հասանք երկրորդ մասիվ։ Մի խոսքով, այսպես, հասնեմ Մեգամոլ, այսօր աշխատելու եմ ներսից նկարեմ։ Իհարկե նոր ձևավորումներ կարծես թե չունեն, չեն արել։ Շենքերը, որ նոր էին կառուցել, հա, Առնետը, Առնետի մեկը, հա, այսպես բարձրանում ենք երկրորդ մասիվ, էսու մարցանն է, այդ ձյուկով ձի վրա, այս մերի խանութը, այսպես, դե ինչ, անջատեմ Վահանն էլ կողմնորոշվի, ոնց քշի չէ, վարի մեքենան, արդեն հասանք Մեգամոլ։ Ասում այստեղ քշում են, այստեղ վարել չկա։ Սա էլ Մեգամոլուշկան։ Վան կարողա դիմացը տեղ լինի, տակով չմտնես։ Չէ, կանատեղի չմտնենք, վերևում կանգնենք, այստեղ Տյուսոն է, այստեղ Մերսեդես մեքենայի սրահն է, այսպես, չգիտեմ երևում է ձեզ թե ոչ, աշխատում եմ ցույց տալ հնարավորինս, այսպես, դե ինչ, մենք մտնենք կայանատեղի, կմիանամ ներսից։ Ժողովուրդ ջան, մեքենան կայանեցինք, եկանք Վեգա,
մտանք տեսնենք ինչ էր կան այսպես գեղեցիկ ձևավորել են ինձ հարկավոր են արհեստական ինչ լավ ծաղկաման է վահան փոքրիկ ծաղիկների համար տեսեք այստեղ էլ այսպես կան ծաղկաման շատ գեղեցիկ են հիշեք թույրուկները ելակը կիտրոնը սա ովքեր սեփական տուն ունեն այգի ունեն նույնիսկ մտածում է այսպիսի բան վերցնենք մեր ծաղիկների համար բայց տանը տեղ չունենք այնտեղ լիլիաներ են այսպես շատ գեղեցիկ են զարդարել այսպես տեսեք ինչ գեղեցիկ են սենյակում դնելու համար 4000 դրամ 3900 դրամ արժե սա 25000 արժե բայց արհեստականին ես այդքան գումար չեմ տա կակաչներ կան այս կոլբաները կան շատ գեղեցիկ են ես ունեի կակաչները ինչքան գեղեցիկ են այսպես գեղեցիկ են չէ մեծ պալման ինչ լավ մեծ պալմա է մի խոսքով ես շրջանակ եմ ուզում մեր նկարի համար հիմա մի հատ են դիմացից նայեմ տեսնեմ վանատար այս շրջանակները նայենք տեսնենք ինչ կա թափվող ծաղիկներ շատ եմ սիրում այս սրանցից բայց չէ փոքր են նեղ են սա էլ շատ մեծ է չէ հետո ինձ պետք է այս դիրքով հարսանիքների տեղը որ նկարում տալիս են մի խոսքով ժողովուրդ ջան սիրուն բաներ կան տեսնեմ էլ ինչ կա կնկարեմ ձեզ համար առայժմ այսքանն եմ նկարում ժողովուրդ ջան սա այն գեղեցիկ կոմպոզիցիաներն են որ պետք է հավաքվեր Էրիկս որ ինձ նվիրել է հիշեցիք մեր տան լուսամփոփը շատ գեղեցիկ են ես պիտի գնեմ էլի պիտի գնեմ բայց վստահ եմ որ Էրիկս կգնի ինձ համար աղալիքները լավն են ստիչները տուտիկները տեսեք ինչքան մեծ են ոյ տեսեք մեծ ոյ այստեղ գրքեր տետրակներ սա OVS-ի խանութն է ինքան լավ բաներ կա հիմա լավ բաներ կա զեղչերի ժամանակ ոչ մի բան չի լինում ամբողջը հավաքում են սրանք տրամաբանական եւ մոտորիկան զարգացնող խաղեր են այստեղ չգիտես ինչի ռուսական բան են տվել խաղալովը չգիտեմ ինչի Արսավիրանոց մանկական խանութ քաբը թովիչը մի խոսքով գեղեցիկ այսպես նայել պրենատալը սա հայկական դուխիներ են ուծանելիք գրենական պիտույքներ այնտեղ մինիսո սիկրետը Jack and Jones այստեղ մանկական ունի ջակատին այլի ֆրանսիական մանկական մի խոսքով ամեն բան ունենք գնամ մտնեմ տեսնեմ ինչ կա ֆանդեյում հետևիցս մարդ չգա կնկարեմ լավ այստեղ սա չեմ պահի այս զենք ուզինա մթերք
բան էլի գազային Springfield-ը իսպանական Cool Club-ը այսպես մարդկանց չեմ նկարում սա որ կամուրջն է Love Bridge-ն է թե Love են մեկնա ասել ռուսական ֆանդեի է այստեղ լավ բաներ շատ հարմար գներով են լինում ու գամ այստեղից ձեզ համար նկարեմ սիրահարների կամուրջը այսպես տեսնեք ինչքան մարդաշատ է մեր մոլերը դրսում մոլերը այդքան մարդաշատ չեն որովհետև հիմնականում պատվերները դրսից են լինում այսպես ամառվա այն թեժ սեզոնին այստեղ ձմերուկները լցնում են ավազանի մեջ կամ կտրատում են հենց այդպես վաճառում են որ սառը լինի կարող եք սառը գնել այնտեղ սելյոն է 50% զեղչ երևի մինչև հա ես այդ մինչևները չեմ նայում հետո բողոքում եմ այսպես անշիկներս դե ինչ գնամ մի հատ շրջեմ տեսնեմ ինչ կա կմիանամ նորից ջան քանի մարդ չկա մի քիչ վիդեո նկարեմ ձեզ համար ֆանդեյում ենք տեսեք այսպիսի գեղեցիկ բաներ են ստացել շատ սիրուն բաներ են ստացել այս անգամ լիքը շալվարներ են ստացել ես էլ եմ գնել որոշ բաներ մի քանի առևտուր եմ արել օրինակ այս բաժինը շատ լավն է տենց ունեմ Վահան ջան դրանից ունեմ տեսեք ծովային այսպիսի բաժին ունեն շատ գեղեցիկ բաներ կազգեստներ կան ամառային այսպիսի կան իրանց դվոյկաներով կան ասեք դվոյկաները գտնեմ սպասեք տեսեք գունային գեղեցիկ այսպես շատ սիրուն շորիկներ կան և թանկ չեն տեսեք 5900 շալվարը 8000 մի խոսքով շատ լավ բաներ կան սրանք էլ 8000 շալվարներ շորտեր սրանք շորտեր են այսպիսի վերնաշապիկներ գունային լիմոնները ստացել են շատ լավն են քան մարդ չկար ասեցի մի քանի տղամարդկանց այն կողմը թևս օպա այսպես անուշիկներս սա էլ ձեզ համար տեսեք 5000 դրամ այնտեղ մանկական բաժինն է մի խոսքով չեմ ուզում տեսնեմ վրաց չխոսեն այստեղ լիքը շալվարներ են ստացել մի խոսքով շատ լավ բաներ կան եկեք եւ ձեռք բերեք ես սենց մի բան եմ ինձ գնել լավ տանը ցույց կտամ չեմ հիշում որտեղից վերցրեցի մի խոսքով դուրս գանք քանի չեն նկատել ջան տեսեք սպացիֆիլիում թե ինչ մի բան են չէ սրանց ասում իմս չի ծաղկում իմը փչացավ չգիտեմ թե ինչի անթորիում սպացիֆիլիում որտեղից կթահորինեցի անթորիում գոնե այդպես հիշեմ քիթքաթի տաղավար ենք մտնում տեսեք նոր քիթքաթեր են ստացել տեսեք ջան ծաղիկ Երևինորություններ կա դեմ ինչեր են տանում
Ծնրակներ, մոզանակի գոքնոց, ես տենց բաներ չեմ օգտագործում, ես գոքնոց չեմ օգտագործում, ճիշտն ասած չեմ սիրում, չեմ էլ կարողանում։ Նրանք ինչեր են սեղճվել են 5000-ից, ապաստուշկաներ են։ Վահանը իրա բաժնում է, մի հատ նայեք, աստեմ չէ, որ կորցնում եմ, գնում եմ կոնֆետների բաժին, ես գնամ իմ առևտուրը անեմ, բանջարեղենային մնացածը ձեզ կմիանամ, լավ, ջան, դուրս եկանք, չեմ նկարել, այդ ինչքան ժողովուրդ կար, սայլակին տեղ չկար, հրելով, հրմշտելով, չգիտես նկարես, չգիտես առաջ գնաս, մի խոսքով, հա, հիմա մի հատ ընդմիջեմ Վահանը դուրս գա, ջան, դուրս եկանք կայանատեղիից, հիմա գնում ենք մի ուրիշ խանութ, տեսնեմ, այնտեղից գնում ենք մի քիչ մսեղեն գնելու Երշիկեղեն, դե մեր տանը դա է ուտվում, հետո մի բան ասեմ, մարդ որ իրա գլուխը չգցի, որ սա վնաս է, նա վնաս է, ամեն բան ուղեղից, ես մարդիկ գիտեմ իրենց ամբողջ կյանքում սնվում են առողջ, բայց միևնույն է, ժամանակից շուտ հիվանդանում և կյանքից հեռանում են, չէ, 150 չէ, Վահան ջան, 60-62, լիքը տենց ես դեպքեր գիտեմ, որ մարդիկ այնպես իրենց առողջ են բան, եթե մարդու օրգանիզմ ունի որևէ բանի պահանջ կամ կարիք, ուրեմն դա ունի, մեր տանը դա է ուտվում, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, հիմա արդեն հավի կրծքամսով կոտլետներ եմ անում, ինքս եմ աղում իմ փոքրիկ բլենդերի ամանիկով, ամանի մեջ դանակ կա, էլի տեսած կլինեք, կամ ոտ եղանակ է հելը մի հատ տեսեք, անձրև, Թաթուլ Կրպեյան, մի խոսքով ժողովուրդ ջան, այսպես էլ հետաքրքիր էստեղ ճանապարհին ոչ մի բան չկա, անջատ եմ, խավար, անձրև, ժողովուրդ ջան, ցենց ապտավը խանութ ենք եկել, Դոբրոցեն, ինչքան կկարողանամ կնկարեմ, տեսնող չլինի, մեզ պետք չի, կարևորից, հետա վերևում կա, ես սրան դիտում եմ, վայ մենք սրա դեղին ունեինք ժողովուրդ, բայց ավելի հաստ, մամա հենցս տանը, ավելի հաստ ունեինք, լավ ես աստեղ չեմ մտնում ես, Շուքարան թղթերի բաժինը, ապտեչկա, ինչ լավ ապտեչկա է, չեմ
խոսում։ Կոնգի մանգոն ծողիկներ ինձ նկարում եմ գախնի չգիտեմ որ տեսնեն ինչ կասեն ամեն դեպս չեմ ուզում նկատեն հետևիցս գալիս են բայց ես կնկարեմ այսպես տեսեք այսպիսի բանջարեղենային ռակու կա 1399 դրամ իսկ շատ լավ բանակի տես այն կողմից խնդրեմ տեսեք սա փլավների հետ գալի սուպիկ գալի էփել էս բանջարեղենով շատ սորոց էր շուտ ջան կներեք որ այսպես են Արմաթուր ելակը շուտ լավն է 1900 քանի դրամ բայց արդեն թարմը կա Պոպիկները կա բայց չենք ուտել պոպիկները բանը երևի վայ սրանից եմ ուզում 400 քանի դրամ է սրանք եկել ենք մսամթերքի դրախտը սրանց վերցնեմ լավ տեսնենք քանում մար չկա ու բավական մատչելի են ժողովուրդ ջան տեսես մեծ բեկոնը 2049 դրամ ես ստեղ չեմ կարամ մտնեմ մի խոսքով այսպես անուշիկներս ժողովուրդ ջան մենք դուրս եկանք ես կանխավ ներողություն եմ խնդրում նկարելու չնկարելու չի ստացվում անընդհատ հետևիցս գալիս են այնքան չեմ սիրում որ գալիս սկսում են նկատողություն անել չի կարելի նկարել հա ես էլ նեղվում եմ հիմա էլ գնում ենք քեռուստուն սուրճ խմելու զանգեցինք Էրիկին դեռ ընկերները այնտեղ են ասում մի քիչ էլի ձգեք լավ ասեցի Վահան արի գնանք քեռենց տուն հիմա իջնում ենք իմիջիալոց վերջին երևի էս երևի մի տարին է որ ես ասում եմ քեռենցս տուն այդ տատիկս 2000 թվին է մահացել այսինքն արդեն 26 տարի տատիկս մահացել է պատկերացրեք որ ես 26 տարի մենակ ես չէ մենք 11 թոռներով ասում ենք տատի հենց տուն քեռիս ասում է
Շանթուլեկա էդի տատի հենց տունն է ասում հիմա էս իմ տունն է քերն աստեղ ապրում ու իհարկե ծիծաղում է որտեվ ինքը շատ էր սիրում իր ծնողներին շատ մենք շատ կապված ենք մեր ծնողների հետ ի նկատի ունեմ ես եղբայրս քերիս մամայինքս իրանց ծնողներին ասում եմ քերջանախր ասում եմ ստեղ տատի են շունչն է տատիկի շունչն է վայ տատիկս չգիտեմ մի հատ աննկարագրելի մարդ էր աննկարագրելի բարության օրհնանքների տոպրակ բարության տոպրակ չգիտեմ հազվագյուտ մարդ էր հազվագյուտ երևի 100 տարին մեկ են ծնվում այդպիսի մարդիկ հիմա գնում ենք այնտեղ մի բաժակ սուրճ խմենք այն սուրճ եմ ուզում տնական սուրճ եմ ուզում Վահանին ուղարկեցի հետ խանութ ասի գնա քանի որ էստեղ ենք դոբրոցենում ենք ասի գնա մի լավ խմորեղեն բեր հետներս վերցնենք այսպես խնդրում եմ բոլորիդ ասում եմ կհանդիպենք նորից ժողովուրդ ջան որոշեցի նկարեմ քաղաքի տեսարանը չեմ փակում տեսնեք թե ինչ շենքեր են կառուցել Երևանը ինչ առաջ խաղացում ունի շլով խանութներ կան իմիջիալից Իվան պտիկ այնք մտնեինք դոմուս լավ հաջորդ անգամ այս մասին հաջորդ դասին այսպես նկարեմ երաժշտություն չկա մեր մեքենայի մեջ որովհետև Վահանը շեղվում է Վահանը նկատել եք որ Վահանը շատ է ջղաձգվում մեքենա քշելուց ինքը չի սիրում մեքենա վարել բայց դե ժողովուրդ ջան առանց մեքենա անհնար է ոյ անհնար է այս եվրոպական և ֆրանսիական համալսարաններն են նորակառույցները տեսնում եք չէ ինչ գեղեցիկ շենքեր են Սուրբ Խաչ եկեղեցին տեսեք առանց մարգարտի կարելի մտնել տեսեք առանց թարթիչը միացնելու գալիս մտնում են այդ էլ մոնումենտ տանող ազատության պողոտայի վրա նորակառույցն է քեզ չեմ նկարում քանդած ճանապարհները հոպ ժողովուրդ ջան ես մեղավոր չեմ Երևանի փողոցները շատ վատ վիճակում են ամբողջը քանդած է տեսեք ամբողջը քանդած է տեսնում եք մեքենաները ամբողջ փչանում են մեքենաները անիվները ծակվում են ինչ ասես թե չի լինում այսպես իջնում ենք հիմա Կոմիտասի պողոտա Աստված բոլորիս նպատակների կատարածի այս կանաչ ավտոբուսները Իտալիայի ավտոբուսներից են չէ ոնց չէ մեր 6 համարը սրանից էր վայ այս մեկից չէր այն ուս տեսակից էր այն ուս կանաչից էր բայց տեղ կա այդ կանաչներից հա կա հա ուրեմն հա չէ սա փոքրն է վայ կներեք հա չէ ներող կլինեք ժողովուրդ ջան սա փոքրն է
Սա այս կապույտի կանաչն է, բայց նրանցից կա շատ են, այնա դիմացներ, հանդիպի ձեզ ցույց կտամ։ Հա, չէ, կապույտի կա։ Հա, այն ներքևներն էլ կա։ Անին վրա շատ է ծիծաղում, շատ ուրախանում է ինձ վրա։ Ժողովուրդ ջան, եկանք իմ հարազատ վայրեր, ծննդավայրս, այսպես ասած։ Սա իմ ծննդավայրն է, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այստեղի ջուրը խմել, սառնորակ։ Այսա մեր սպորտ դպրոցի շենքն է, այս աչի վրա, ասել եմ չէ, մեր բակի բոլոր երեխաները գնում էին Սուսերամարտի դպրոց էր։ Մամա ինձս տունը, այստեղ է իմ ծնված տեղը, այդտեղ, սա իմ ամենօրյա փողոցն է, որ մենք զբոսնում էինք, ման էինք գալիս։ Այստեղ սա նորակառույց է, այստեղ առաջ հին Շիրվանզադեի դպրոցն էր, հետո կարի ֆաբրիկա էր, քանդեցին, այս շենքը կառուցեցին։ Այս մի շենքում էլ, այս շենքի երկրորդ հարկում էլ բարձով ենք ապրել 6 տարի, այս կողմի վրա իմ դպրոցն էր Շիրվանզադեն, մամաս աշխատել է Մերկելյան ինստիտուտում, իդեպ առաջին համակարգիչը աշխարհում 61 թվականին, կարծեմ Մերկելյանի գլխավորությամբ Հայաստանում է մոդելավորվել, ինչ համակարգիչ է կոչվել, ինչ ինֆուզիոն, ինչ համակարգիչ, Վահան, ես էլ չեմ հիշում, մի խոսքով, և դրա անունն էլ չեմ հիշում, հայկական անուն են տվել, և մյուսը մի քանի տարի անց էլի համակարգիչ են ստեղծել Նայիրի անունով, որը չափագրել է տիեզերքի այդ թռիչքները և այլն, ինքնաթիռի թռիչքները, գոտիները, բոլոր հասարակածի և այլն, մի խոսքով, այնպես որ պարտ եղեք, որ ես էլ իմ մանկապարտեզի շենքն է, այստեղ եմ հաճախել մանկապարտեզ, այս կողմի վրա երկու մորաքույրներիս տներն էին, հիմա մեկը Հունաստանում է, մեկը դեռ այդտեղ է, այսպես էլ այս մի այգու մի կողմում փոքր հորաքրոջս տունն էր, այսպես ժողովուրդ, այստեղ անցանք դա կահույքի խանութներ, Մերկելյանի այգին է, տեսեք, ինչքան գեղեցիկ սարքել են, չէ, Վահագինք չկային, հա, վայ, չէ, Սաստիկավա, Վահագս երեխու հետ, Անի հետ, մի խոսքով, սա առաջվա ռուսական մանկապարտեզն էր, հետո դարձավ քոլեջ, կոչվում է Եռմի, Անով գնացեք էլի, ճամփ ես խեք փակում, Եռմի Երևանի մաթեմատիկ, ինչ, մաթեմատիկա, մեխանիկական ինստիտուտ, այդպես, ոնց կուզես, այս էլ Մերկելյանի ճաշարանը առաջվա, ոնց կուզես, անջատեմ ժողովուրդ ջան, կմիանամ նորից, ջան, եկանք իմ մանկության հայատ, ոյ հելը տեսեք, թե ոնց է ծառերը ծաղկել, առաջ, այստեղ, այս ծառերի, սա չէ, սա միշտ բալի ծառ է եղել,
պապիկի ժամանակել այստեղ շատ մեծ ծիրանենի կար վրան խեժ կար մամաս այդ խեժը պոկում էր միասին ուտում էինք ինքան եմ հիշում հետո բարձրանում ենք այս պապիկիս ավտոտնակն է բարձրանում ենք ավտոտնակի կտուրին այդտեղ խաղում էինք տատիկս դուրս էր գալի այ բալաջան ցածի չեք հիմի կընկնեք մեր գլուխը կկոդրեք ցածրիչեք ով էր լսում են էլ կերակին այստեղ տատիկս իր 4 եղբայրների հետ ապրել տեսեք հələ տեսեք ինչքան գեղեցիկ այն վարդագույնը դեղց է երևի նա դեղցը վայ կակաչները աման այս կա չկա գագուլս ա ցանել չկա գագուլս ա ցանել քերուս թորը ինչի կպնի որ հիմա բանակում է հիշում եք նկարել եմ ձեզ այ աստված ջան հուշեր էս էլ մեր տաղավարը ամառային որտեղ հավաքվում ենք ուրախանում ենք նարգիզները սիրուն այսպես մամայիս հարսանիքը այստեղ ա եղել քերիս հարսանիքը այս բաղջի մեջ են կարել բայց առաջ այս բաղջան մեծ էր այ մարդ ոնց էին անում սենց էին գցում սեղանները չեմ հիշում աստիճաններն էլ տատիկ են աստիճանները տեղափոխել են աստիճանները այսպես էր դրված այսպես էր սա բաց էր պատշգամբը բաց էր սա բաց պատշգամբ էր հետո դարձրին խոհանոց մի խոսքով են էլ քերիս ցախավելը ժողովուրդ ջան էսի տատիկենցս տան հետևն է հա տատենցս տան հետևն է մենք ստեղ խաղացել ենք շատ ռեզին էինք ստեղ խաղում հա բայց ստեղ այս դուռը չկար որ հիմա մենք դուրս եկանք դուռը չկար այստեղ փակ էր այնտեղ ապակիներ այս տատիկիս մի աղբոր տունն է այստեղ էլ էր հա այս վիճակներ հետո այստեղ ունենք թթի ծառ այս անկյունը այն կապույտ գույնի տարան որ տեսնում եք այդտեղ թթի ծառ ունենք թթի ծառը բարձրանում էր մինչև տանիք ամբողջ օրը Սեդան իր մամայի քերու աղջիկների հետ թթի ծառով բարձրանում էր տանիք թութ ուտելու այստեղ ռեզին էինք խաղում պարան էինք խաղում վայ աստված իմ երանի տեսնում եք բալենին քերուս ոնց է ծաղկել ահա հին հարևաններն են էս էլ շենքեր այսպես էս էլ են սև ու սպիտակ շենքն է ձորի տեսակ ժողովուրդ ջան բերեցի ձեզ իմ մանկության տուն ես այստեղ մեծացել եմ այստեղ եմ մեծացել ես մորաքրոջս երեխեքը մենք բոլորս այստեղ ենք մեծացել էսա տատիկիս էլ ցույց կտամ ձեզ էս էլ իմ լուսահոգի գեղեցկուհի տատիկս եւ պապիկս են էս էլ Մոսկվայի մեր տանն ենք տատիկս որ մեզ հյուր էր եկել էս էլ աստվածածինը գրկանոցով ժողովուրդ ջան սուրճը խմեցինք մթնեց ժամը 8:15 րոպե մի քիչ էս կոմիտասը նկարելով տանեմ այսպես տեսակ ինչ գեղեցիկ ծաղկել էր քերենցս բակը դպրոցը սիրում եմ գիշերային Երևանը ինքան շատ են էս փոսերը ժողովուրդ ջան ոնց փորձում եմ ամուր պահեմ ձեռքս որ հեռախոսը քիչ շարժվի մամա ինձս կանգ առնենք մամա ինձս մամայինցս տունը այդ էր որ գնացի մամայիս բայց մամաս այդտեղ չի ծնվել մամաս Սուրբ Սարգիս եկեղեցու ժայռափոր տներում ա ծնվել
դա կոչվել է Ձորագյուղ։ Հա։ Հա, այսա Իտալիայի ավտոբուսներից այսա էր, որ ասում էի, այս կանաչ մեծ ավտոբուսներ։ Վայ, խփին։ Հա, խփեց։ Չէ, ինձ թվաց խփեց։ Հետ էր գալու։ Տեսեք, նոր էին կանգնած լուսացույցի տակ, հիմա նորից։ Մինչև տեղաշարժվում են, մինչև գնում են, որոշում են, որ կողմ են գնում, որ կողմ չեն գնում, նորից լուսացույցը փոխում է։ Ջան, վերադարձանք։ Սա մի քանի օր առաջ էր Վահանը գնել, մնացել էր մեքենայի բեռնախցիկում, սա եւ սա։ Բա 3 ենք գնել, մի քանի օր առաջ չէ, 3 ենք գնել, մի քանի օր առաջ։ Սա ենք գնել եւ այս դոնատները։ Հետո անցնում եմ այսօրվա գնումներին։ Գնել եմ այսպիսի չամիչով ուլուչկաներ։ Սա չամիչովն է, մի հատ սա ենքում, բանը, օպա, այսպես, ահա, սա չամիչով է, սա կատնաշորով բուլկիներ են, առավոտյան սուրճի հետ Վահանը կամ Էրիկը չի ուտում, ես մի հատ կարողա, սենց թեթև ուղղակի նոր էին թխել, թարմ ստացել էին, դրա համար վերցրի, հետո վերցրել եմ կանաչի ողք, 2 հատ ողք եմ վերցրել, թարխուն, համեմ, բայց սիթի կանաչիներին չեմ սիրում, շատ են թռչում, շատ են թռչում, հաջորդել այդտեղից չեմ վերցնի, Վահանին կխնդրեմ MG-ից կբերի, վերցրել եմ բաստուրմա, միտֆուդի, հնարավոր է 3 շաբթի օրը մեր տանը հավաքվենք, մամայիս տարեդարձն է, այդ պատրվակով եմ վերցրել սա, հետո վերցրել եմ հաց, արևածաղկի սերմերով, ինչպես, Վահանը գարեջուր է վերցրել 2 հատ, այսպիսի գարեջուր է վերցրել, Վահան կտրոնը քո մոտ է, ահա, սա սանտալ, այսպիսի, սա լոլիկ աղցանի համար, այսպես, անցանք հաջորդին, անցանք շարունակությանը ելակ, 2 հատ ելակ եմ գնել, այսպես, մեկը խոշոր է, մյուսը ոչ այդքան, տարբեր սորտի ելակներ են, հետո գնել եմ բանջարեղենային կոտլետ, սրանք առայժմ սիթի առևտուրն է, Վահանը այսպիսի աղցան է իր համար վերցրել բրոկլիով, ես վերցրել եմ սա, վերցրել եմ դոնդող սիթից, չգիտեմ լավն է թե չէ, կփորձենք կիմանանք, գնել եմ մանդարին, այսպիսի և սիթի գնումներից բանան, բավականին և վարունգ, և այսպիսի վարունգներ եմ գնել, ժողովուրդ ջան, այսքանին վճարել ենք սիթի Վահան, ինչքան էինք վճարել, մոտավորապես, 15 ես լսեցի, ասես 15,500, սա սիթի առևտուրը, այն մյուսն էլ կբերես Վահան ջան, մյուս տոպրակներ,
Հետո գնացինք Դոբրոցեն, տեսակ ժողովուրդ ջան, ոչ սպասարկում կար, ոչ մի բան, շատ էի զայրացել, այդ դա բանջարեղենով է, աղամբ եւ այլն կուտես։ Ահա։ Այնտեղից գնել ենք այսպիսի շերտավոր խմորով եւ ազնվամորու ջեմով խվածքաբլիթներ, չգիտեմ ինչ է, անում քաղցրել եմ։ Սա տեսակ, որ գնել էի, այսպիսի, ինչ են էլի թխվածքաբլիթներ են, էլի գնել եմ 3 օրվա համար, մեկ արիշտա եմ գնել, 900 գրամ, սա մեզ 3 անգամ ես կպատրաստեմ, այս արիշտան վերցրել եմ չակ-չակ մեղրով, այսպիսի, վերցրել եմ արևածաղիկ, հարմար էր շատ գները, բավական հարմար էին, դրա համար եմ գնել, տեսակ Վահանը գնել մանգոյի չիր, սա անհատական է փաթեթավորված, ամեն մի չիրը անհատական փաթեթավորված է, իսկ սա ոչ, սրանց մենք էլի պատվիրել էին կհիշեք, ես նախանցած տարի թե անցյալ տարի, նախանցած տարի եմ գնել կոնգի մանգոյի չրերը, գնել եմ սև պղպեղ, մեծը 405 դրամ էր, 409 դրամ էր, չեմ հիշում, բայց այդպիսի գին էր, գնել եմ այս նուշը, նուշ չի, բայ գետնանուշը բանով, արդեն իմացաք, կարամելիզացված, առախիսը, դե գետնանուշ է, ճիշտ եմ ասում, այստեղ գնել եմ մասա ասոբը, այսպիսի, Մոսկվայում այդպես էինք ասում, մասա ասոբը, երևի այդպես իր ֆիրման էր կոչվում, սա կոչվում է տվարոժնայ մասա с изюмом, ահա, այսպես, տեսեք, այսպիսի, ուրեմն ապուր եմ գնել, կհիշեք ժողովուրդ, ես հիշում եմ Սևանի ունիվերսամը, ով է հիշում, գրեք, եթե հիշում եք, Սևանի ունիվերսամում այս սուպիկներից, են ակլորիկով, չեխական, լեհական էր, բուլղարական էր, լավ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ այն ակլորիկովն էր, թե այդ որ պետությանն է չգիտեմ, բայց այս սուպիկներից մեջը աղացած մսով շատ էին վաճառում, ես ու պապիկս ոնց էինք սիրում, բերում էի տուն, պատրաստում էինք, ես ու պապիկս էինք ուտում, մամաս ասում էր, թե ինչ կա դրա մեջ ուտում եք պապ ու թոռ, բայց ուտում էինք, գնել եմ, տեսակ, բեկոնով նրբերշիկ եմ գնել, սիրելիները, սրանք քաշով են, սրանք կշռում են, քաշով են, չեն բացում, վաճառում էլի, հատավաճառ չկա, հենց այսպես ինքը վաճառվում է, այստեղ քաշը ինչքան է, 1 կիլո 66 գրամ, կիլոն 2000 ինչքան էր, հետո, սա միայն ինձ համար չի էլի ժողովուրդ ջան, մենակ մենք չենք էլի ուտում, այսպիսի նրբերշիկ եմ նրբերշիկ չի, էլի ինչ է, սարդելկա է այսպիսի, ֆերմայի, սրանք 700 քանի դրամ էր, 8 հատը, հետո այսպիսի չերկիզի երշիկ եմ վերցրել, բոլորը չերկիզովսկի են, սա չերկիզն է, սա էլ է չերկիզ, սա, հա, սա այս մեկը չերկիզ չի և այսպիսի էլի բատոն ենք վերցրել, էլի պետք է մեզ պատրաստելու համար, մի խոսքով, սա էլ է չերկիզի, ինչ է, կլասիչեսկի, կալբասա վարյոնը, կլասիչեսկի սվինինը, ահա, այս էլ այսպես սիրելիներս, դե ինչ, սրան վճարել ենք, հիմա ասեմ ձեզ, այստեղ չկա, կա 15373 դրամ, սա էլ այսպես, մի խոսքով, անուշիկներից, հա, և այսպիսի կոնֆետներ է Վահանը գնել էլի Դոբրոցենից, վաֆլիով, պտիչի մալակո, պտիչի մալակոյա, թրջնի կաթ, այսպես անուշիկները, սա էլ այսօրվա մեր առևտուրը, ինձ բլուզներ եմ գնել,
ցույց կտամ, դա էլ ձեզ հետ կկիսվեմ ու կեզրափակեմ։ Ժողովուրդ ջան, սա էլ իմ նոր շապիկը, որ գնել եմ, Ֆանդեից եմ գնել, տեսեք արժեքը 2999 դրամ է, ահա, սա այսպես, և այսպիսի երկու մասից դվոյկա ասեմ, հա, ահա, դվոյկա եմ վերցրել, շալվարը, մի քիչ լայն, վերցրել եմ միջապ մեծ, որպեսզի ինքը ավելի լայն լինի, էլի ես սիրում եմ ամառը լայն հագնել, ինքը բարակ է և իր վերխը, այս վերևա մասը, սա արժեր 4000 դրամ, վերևը, ներքևը 5000 դրամ արժեր, ուրա չկա սրա վրա պիտակը, բայց գները այդքան էին, ահա, այսպես պահեմ, ժողովուրդ ջան, սա լայն է, շատ լայն տարբերակ է, ես մի չափ մեծը վերցրեցի, որ ինքը ինձ վրա լայն լինի, էլի ուզում եմ մի քիչ վրաս լայն լինի, մի խոսքով, այսպես, հեսա կփորձեմ տեսնեմ ինչպես է վրաս նստում, սա էլ դուրս շատ եկավ, երիկս էլ մի հատ ունի այսպես, առագաստանավով, սիրում եմ, ես ծովային թեմաներ շատ եմ սիրում, ծով չեմ սիրում, բայց ծովային թեմաներ շատ եմ սիրում և ծովամթերք եմ շատ սիրում, առայժմ էստեղ ասեմ, կհավաքեմ, ձեզ հրաժեշտ կտամ ու կտեղադրեմ։